Ալեքսանդր Ալեքսանդրապոլի պայմանագրից ժառանգություն ունեցած Հայաստանի Հանրապետությունը։ Այս ֆոնին օրինակից շատ զարմացնում է, որ Հայաստանում քաղաքական ուժեր կան, որ առանց հետևանքների մասին մտածելու ասում են Կարսի պայմանագիրը վերանայինք։ Որովհետև այդ կարամես գցի մի տեղ, որ այսպես թշնամիներն են ուզում։ Այստեղ ամենակարևոր հանգամանքը հետևյալն է, ինչքանով է մեր հասարակությունը մեծամասնության մեջ քաղաքակրթական համարում առաջիկա ընտրությունները, որ հասարակության մեծամասնությունը այսօր ասման մոդելը չի ընդունում, որ եկեղեցի դեմ պայքար, ինչպես Պարոն Պարոնյանը ասաց, մեծապես հարված է իշխանության հեղինակությանը, այստեղ անխոսած, այստեղ վիճելու բան չկա, որտեղ իսկապես դերևս կրթական այն համակարգի սերունդները կան, այսինքն այս սերունդները դերևս կենսունակ են ակտիվ են, որոնք կրթական մի համակարգով են անցել, որտեղ տուրասման մոդելը չկար, բայց մյուս կողմից այլ բանա մերժել իշխանության քաղաքականությունը կամ դրա հետ համաձայն չլինել, այլ բանա պայքարել։ Հիմա շատ կարևոր ջրբաժանի առաջ են կանգնած, արդյոք եթե կուզեք շատ պարզ ասեմ, հուլիսի 7-ը պետություն ունենալ չունենալու ցանկության մասին ընտրություն է։ Բոլոր քաղաքարտերը շատ բաց պարզ է, Ադրբեջանը պարզ է ինչ է ուզում, այդ արևմտյան Ադրբեջան կոնցեպտը ես ուզում եմ ասեմ, օրինակ 88-ի շարժումը եւ Ղարաբաղյան առաջի պատերազմը շատ կարևոր բան փոխեցին մեր հասարակական գիտակցության մեջ։ Մենք շատ մոտ էինք, եթե ամբողջովին չէինք հաղթարել, ցեղասպանվածի բարդույթը հաղթարելուն, շատ մոտ էինք։ Նույնիսկ եթե հիշում եք, այդ փուլուս բուրքից ասում ենք, որ ավելի շատ կենտրոնացեք Լեռնային Ղարաբաղի խնդրի վրա, Արցախի վրա կան ցեղասպանության ճանաչման, որտեղ այդ մասով մենք կարծես խնդիրը լուծված ենք հավանում։ Հիմա էլ ցեղասպանվածի բարդույթը վերադարձել է։ Ընդ որում դա ամենից ոռոգվում է, որտեղ այդ արևմտյան Ադրբեջանի կոնցեպտը դա դատարկ ռետորաբանություն չի, դա պետական քաղաքականություն է։ ՀԿ, որ ուղղակի ֆինանսավորվում է Ալիևի աշխատակազմի կողմից, որի նարատիվները տարբեր գրքերի, բրոշյուրների միջոցով միջազգային կառույցներում հեղեղված են, կրթական ծրագրերը ելին այդ խոսույթի վրա է կառուցվում, մեր աչքի առաջ դուք շատ ճիշտ նշեցիք Տիկին Վարդանյան, 3 Ստեփանակերտում քանդվում է մայր տաճարը եւ սրանք գումարեք, որ անցած տարիներին էթիկ զտումներ ա եղել Արցախում, մեր տարածքները օկուպացված են մնում եւ սրանք գումարեք Ադրբեջանի հարաճուն պահանջները Հայաստանից։ Այսինքն այդ 1915 թվի այդ բարդույթը, որ հաղթարել ենք ցեղասպանության, հիմա լրիվ հակառակ տրամաբանությունն է գործում։ Այստեղ շատ կարևոր է առաջիկա ընտրությունները, որոնք իսկապես ճակատագրական են։ Ես գուցե թեմայից մի քիչ շեղվեմ, բայց տեսեք, Եվրոպայում տարբեր պատկերներ կա էլեկտորալ, օրինակ սոցիոլոգիական հարցումները մի շարք երկրներում կանխատեսում են, ենթադրենք կենտրոնից մի քիչ աշ կամ ձախ ավելինկած ուժերի հաղթանակ, բայց հասարակության մասնակցությունը միջին վիճակագրականի սահմաններում ալնում եւ մեյնսթրիմի ուժերը պահպանում են ստատուս քվոն։ Ու դրան հակառակ օրինակ Ռումինիայում եւ Բուլղարիայում յուրաքանչյուր երկրում պլյուս 10% արձանագրվեց նախորդ մասնակցություններից եւ փոփոխություններ եղան։ Հիմա արդյոք մեր հասարակությունը զգում է այդ գոյաբանական վտանգը, արդյոք մեր հասարակությունը քաղաքակրթական պատասխան ունի Ադրբեջանի, Թուրքիայի այդ ուլտրալիբերալ գլոբալիստական շերտերի արևմուտքի եւ Նիկոլ Փաշինյանի ուրացման քաղաքականությանը եւ արդյոք մենք պատասխան կտանք հավաքական հուլիսի 7-ին, թե ոչ։ Անկեղծ ասած, շատ դաժան մրցակցություն է գնում, որովհետև մի կողմից օտար աջակցություն ունեցող իշխանություն իր շատ նպատակային քաղաքականությամբ, մյուս կողմից ընդդիմություն, որը ձևակերպել է խնդիրները, բայց դեռևս չի գտել ամբողջովին հասարակությանը կոնսոլիդացնելու բանաձև, ես կարծում եմ նման քննարկումները նաև թեմատիկ տարակներով, շատ կնպաստեն այն իրավիճակի ստեղծմանը, որպեսզի մենք կարողանանք հասարակությանը նաև տեղեկատվություն տալով կողմնորոշենք, որովհետև Նիկոլ Փաշինյանը իր ուրացման մոդելը որպես կանոն մատուցում է տրենդային ինչ-որ արտահայտությունների ձևով, ու ինքը չի ասում մենք ուրանում ենք ցեղասպանությունը,
Բայց երբ որ կասկածի տակ են դնում, ասում են այդ տվյալները պիտի ճշտվի, կոնկրետ օրինակ դա թուրքական ժխտողական պատմագիտության կարևորագույն թեզերից մեկն է անցած 60-ական թվականներից։ Այդ հասարակության մեծ մասը պարտավորել չի խորամուխ լինել, այսինքն ուզում եմ ասեմ, իրենք արտակույս շատ պրիմիտիվ տրենդային ինչ-որ ձևակերպումների տակ են անում, կամ ճիշտ ասում ես, ցեղասպանության հուշարձանի այս ձևով վերանորոգումը կամ բանը, ստույգ իմանալով, որ դա հասարակական ինչ-որ ընդվզում է առաջացնելու, տարբեր ասեկոսների տեղի կտալու եւ այլն եւ այլն։ Կամ ամենահասարակ օրինակը բերեմ։ Նիկոլ Փաշինյանը երկար բարակ խոսում է իրական Հայաստանի այդ կոնցեպտի մասին։ Ցանկացած իրավունք հիմա մեր կամքից անկախ դա ուրիշ երևույթի հետ ենք բախվել։ Օրինակ տելեգրամյան բոլոր ալիքներում այդ թվում իմ ալիքում իմ կամքից անկախ հայտնվել է այդ իրական Հայաստանի գովազդը։ Եվ խնդիր է առաջացնում, մարդիկ տեսնում են, կարող մտածեն նույնիսկ այդ գովազդը ես եմ դրել։ Այդպիսին կալում առաջանում, այսինքն տոտալ մի գրոյի հետ գործ ունենք, ես կարծում եմ ամենակարևորը հետևյալն է, հունիսի 7-ից առաջ կարճ բանաձևումների ստեղծումը, դրանց շուրջ հասարակական կոնսոլիդացիան ապահովելը։ Եթե կարողանանք ճիշտ կոմունիկացնել հասարակության հետ, վտանգի զգացումը եւ դրան adekvat պատասխանի հարցը կարող ենք լուծել։